Մեր լեզվի ուղղագրության համակարգից անբաժան է նաև կետադրությունը։ Մինչև 10-11-րդ, նույնիսկ 12-րդ դարերը հայերեն գրությունների մեջ օգտագործում են ընդամենը 1-2 կետադրական նշաններ։ Կետը, որը փոխարինում էր թե ստորակետին, թե վերջակետին, թե կետի դերեր կատարում, եւ պատվո նշանը, որ դրվում էր հիմնականում համառոտագրվող բառերի վերնամասում։ 11-12-րդ դարերում արդեն ձեռագրերում սկսեցին լայնորեն կիրառվել կետադրական բազմազան նշաններ, ընդ որում մեր քերականների մոտ պահպանվել են կետադրական նշանների շատ հետաքրքիր անվանումներ։ Դրանց մի մասը կան նաև այսօր, միջակետը, ստորակետը, բութը, շեշտը, բայց կան նաև նշաններ, որոնք այսօր գործածությունից ուղղակի դուրս են եկել։ Ես կարող եմ ասել միայն դրանց անվանումները՝ պարույկ էր կոչվում, թավ, հույր եւ այլն, որոնք ունեն իրենց հստակ կիրառական իմաստները։ Մեզ են հասել նաև հապավումների որոշակի օրինակներ։ Մինչև 9-րդ դարը արդեն կային որոշակի հապավումներ, իսկ 9-րդ դարից հետո դրանց թիվն ավելի մեծացավ։ Հապավումը մի առանձին պատիվ էր եւ նրա վրա դրվում էր վյուն տառը, որը կոչվում էր պատվի նշան։ Հապավման ենթակա էին միայն հայտնի անունները, երևի թե դրանով էլ կապված էր պատիվը, այսինքն բառն այնքան հայտնի էր, որ նրա հայտ լինելը չէր խանգարում նրա կրճատագրությունից իմաստի հասկանալուն։ Հապավումով էին գրվում Աստված, Քրիստոս, Հիսուս, Տեր, Երուսաղեմ, Իսրայել բառերը եւ հետո դրանից ավելացան նաեւ այլ բառեր, որոնք եւս սկսեցին գրվել հապավման նշանով։ Օրինակ Աստված բառը գրվում էր A եւ C, որոնց գլխավերևում դրվում էր պատվո նշան, այսինքն վյուն տառը։ Հետագայում իհարկե այդ նշանը վերացավ, որովհետև հապավումների գրությունը արդեն իսկ ներկայացնում էր, որ բառը գրված է կրճատ, ավելի տարածվեցին հապավումները, սակայն այդ շրջանում դա մի առանձին պատիվ էր եւ ինչպես տեսանք, հապավում են միայն խիստ հայտնի եւ կրոնական հասկացություններ արտահայտող բառերը։ Ուղղագրական մի շարք տարբերություններ գոյություն ունեն հին կամ ավանդական ուղղագրության եւ արդի Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում կիրառվող հայերեն ուղղագրությունների միջև։ Բերենք այդպիսի մի քանի հստակ օրինակներ։ Այսպես, եթե 5-րդ դարում գրում էին այնպես ինչպես արտասանում եւ արտասանում էին այնպես ինչպես գրված է, եւ բառերը մի քանի բառեր, օրինակ բառասկզբում գրում էին յ տառով, որը հետագայում սկսվեց ընթերցվել հ-ով եւ արտասանվել։ Օրինակ, հաճախ, հատուկ, հույն բառերը հին ուղղագրությամբ գրվում են բառապես յ-ով, սակայն բարեփոխման արդյունքում այժմ մենք այն գրում ենք հ-ով։ Մեկ ուրիշ օրինակ, բառավերջում ա-ից եւ ո-ից հետո, ձայնավորներից հետո հին ուղղագրությամբ գրվում է յ տառը, որը դասական շրջանում, կրկնենք, արտասանվում էր, հետագայում է, որ արտասանությունից դուրս եկավ յ-ն եւ նոր արդի ուղղագրությամբ այն այլևս չեն գրում։ Օրինակ, հնում գրում էին երեխա, բառավերջում յ, պողոտա, կոպածո, նույնպես բառավերջում յ։ Իհարկե կան նաև բացառություններ, երբ ձայնավորներով վերջացող բառերից հետո վերջում չի գրվում յ տառը։ Այս առանձնահատկությունն է պայմանավորվել մեր արդի հայերենում հնչյունափոխական հետևյալ կանոնը, որ այո եւ ո-ով վերջացող բառերից հետո որևէ մասնիկ ավելացնելիս յ-ն վերականգնվում է։ Օրինակ գրում ենք երեխա, բայց երեխայի, յ-ն այստեղ ավելանում է, կամ արքայի եւ այլն։ Մեկ ուրիշ ուղղագրական տարբերություն։ Վյուն տառը, որ ցավոք իբրև ինքնուրույն տառ արդի գրությունից դուրս է եկել, օգտագործվում էր ա ձայնավորից հետո, ի եւ ե ձայնավորներից հետո եւ որոշ դեպքերում արտահայտում էր վ հստակ բաղաձայնի արժեք։ Օրինակ գրվում էր ավակ բառը վյունով հին ուղղագրությամբ եւ ոչ թե ինչպես այժմ մենք գրում ենք վ տառով, կամ ավազան, թագավոր, նաեւ, արեւ, սևան, այսպիսի բառերը բոլոր դեպքերում վ արտասանելիս գրում են վյուն տառը։ Մեկ ուրիշ օրինակ, որ նույնպես հանդիպած կլինենք հին բնագրերում կամ սփյուռքյան հրատարակություններում, գրվում է քոյր, այսպես ասած, լոյս, հոյս եւ այլն, որոնք ընթերցում ենք արդեն հույս, քույր եւ լույս։ Սա նույնպես ցույց է տալիս, որ արտասանությունը հին ուղղագրության համար փոփոխություններ էր կրել եւ մեր ուղղագրական բարեփոխումները պարզապես արդի հայերենի արտասանությունը համապատասխանեցրեց ուղղագրությանը։
Ուղղագրությունն անհրաժեշտ է այն պատճառով, որ գրավոր լեզուն կարծես թե գտնվում է ավելի կայուն վիճակում, իսկ բանավոր լեզուն անընդհատ փոփոխության մեջ է։ Եվ երբ որ ուղղագրությունը կայուն չէ, այդ դեպքում պետք է գրել բանավոր լեզվի նման։ Սակայն դա հնարավոր չէ հետևյալ պատճառով։ Բանավոր լեզուն անընդհատ փոփոխվում է եւ անընդհատ պետք է փոխել նաեւ գրավորը։ Սակայն ժողովրդի մեջ արդեն մշակված է լինում գրավոր գրության սկզբունքները եւ դրա փոփոխությունը կհանգեցնի ժողովրդի հետ կապված բավականին մեծ բարդությունների։ Յուրաքանչյուր սերունդ անընդհատ պետք է սովորի ուղղագրությունների նոր կանոն, որպեսզի տիրապետի դարձյալ բարեփոխված ուղղագրությունը։ Մյուս խոչընդոտն այն է, որ ուղղագրությունը հնարավոր չէ միլիովին համաձայնեցնել բանավոր արտասանությանը։ Իհարկե կարելի է պատկերացնել իդեալական ուղղագրություն, այսինքն գրել այնպես, ինչպես խոսում ես եւ խոսել այնպես, ինչպես գրում ես։ Սակայն դա հնարավոր չէ հետեւյալ պատճառով։ Նախ տարբեր մարդիկ խոսում են տարբեր ձևերով, տարբեր շրջաններում, տարբեր բարբառներով եւ դրա հետ կապված շատ դժվար կլինի կողմնորոշվել, թե որ գրությունն է ճիշտ, որովհետեւ եթե մի մարդ գրի իր բարբառի համապատասխան, մյուսը իր եւ չի լինի միասնական ուղղագրության։ Դրա համար հաստատվում են կայուն նորմեր, որոնք ընդհանուր են ամբողջ ազգի համար եւ բոլոր մարդիկ անկախ իրենց խոսվածքից, բարբառից եւ անհատական հատկանիշներից գրում են ընդունված ուղղագրության համաձայն։ Հայերենի առաջին բարեփոխումը Մաշտոցից հետո կատարվեց 12-րդ դարում, այսինքն բավականին ժամանակ հետո, երբ լեզուն արդեն անցել էր այլ գոյավիճակի միջին հայերենի, եւ ակնհայտ էր, որ այդպիսի արտասանությունը եւ այդպիսի գրությունը միմյանցից բավականին տարբեր են։ Ինչքան ուղղագրական բարեփոխումը կատարվի ուշ, այնքան կխորանան տարբերությունները արտասանության եւ գրության միջեւ։ Եթե դա կատարվում է ժամանակին եւ ճիշտ, ապա այդ տարբերությունը բավականին քչանում է եւ գրեթե ուղղագրությունն ու արտասանությունը համընկնում են։ Օրինակ 22 թվականին բավականին մեծ տարբերություններ տեղի ունեցան ուղղագրության մեջ, սակայն դրանք նաեւ շատ էին ծայրահեղ եւ ժողովրդի կողմից ու գիտնականների կողմից չընդունվեցին։ Եվ այնուհետև 1940 թվականին կատարվեց եւս մեկ բարեփոխում, որի դեպքում ընտրվեց միջին դիրք, այսինքն ոչ շատ հեռու էր արտասանությունից եւ ոչ շատ հեռու էր ավանդական գրությունից։ Եվ այդ գրությունը բավականին հեշտացեց ժամանակակից հայերենի ուղղագրությունը եւ արտասանության համակարգը։ Հայերենի ուղղագրական փոփոխությունների կամ բարեփոխումների արդյունքում ներկայումս մենք ունենք երկու տարբեր ուղղագրական համակարգներ։ Ունենք մեր արտի հայերենի երկու ճյուղեր, գրական արևմտահայերեն եւ գրական արևելահայերեն, որոնք ունեն իրենց երկու տարբեր ուղղագրությունները։ Այնպես է ստացվել, որ մեր լեզուն սկսած 17-րդ դարից ունեցավ հիմնական երկու ճյուղավորումներ՝ արևելահայ եւ արևմտահայ, իրենց բառախմբերով եւ այլն։ Սակայն պետք է շեշտել եւ պետք է մեկնմիշտ այս փաստը հաշվի առնել։ Մինչև ուղղագրական բարեփոխումները 1922 եւ 1940 թվականներին հայերենը իր բոլոր դրսևորումներով օգտագործում էր մեկ ուղղագրություն եւ որևէ կապ չունի լեզուն կիրառում է որևէ ճյուղով, բարբառով, թե գրաբարով հին ժամանակներում ուղղագրությունը մեկն էր եւ վերջ։ Այսինքն պետք է մեկնմիշտ պատկերացնել, որ լեզվի ճյուղավորումները արևմտահայ, արևելահայ որևէ կապ չունեն ուղղագրության տարբերությունների հետ։ Կարելի է գրել եւ այնպես եւ այնպես։